Ակնայի բացահայտեց իր ստեղծագործական տիեզերքը Երևանի FT&FT Digital Space-ում։ Տեղի ունեցավ Ակնայ կտավներ ցուցադրությունը։ Ցուցադրված էին 4 փորձառու Ակնայ արվեստագետների աշխատանքները, ստեղծված դասական նկարչական տեխնիկայի եւ ժամանակակից թվայի մոտեցումների համադրմամբ։ Ակնայը չի դադարում ստեղծագործել եւ չի դադարում զարմացնել։ Սա մի նոր հետաքրքիր հավաքածու է, որը հենց առաջին անգամ հայաստանյան հանրությանն ենք ներկայացնում։ Հպարտորեն այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Ակնայը տարիների ընթացքում բրենդին միացել են արտիստներ արդեն 30-ից ավել երկրներից եւ 130 արտիստներ։ Սա մեծ հաջողություն է, որովհետև ի սկզբանե մենք ցանկանում ենք ստեղծել կամուրջներ արտիստների միջև, իսկ այդ կամուրջները արդեն ստեղծված են։ Սրահում ներկայացված էին Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի եւ Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը, յուրաքանչյուրն իր ուրույն ոճով եւ հայեցակետով։ Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ Ակնի այս նոր կոնցեպտում։ Կոնցեպտը իրանից ենթադրում է նոր կրեատիվ լուծումներ ու արտիստին տեղատալի ավելի շատ ստեղծագործելու, տարածվելու Ակնի սահմաններից դուրս։ Միջոցառումը համախմբել էր արվեստասեր հասարակությանը, ստեղծագործական համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև թվային մշակույթով հետաքրքրվածների։ Ակնայի ծրագիրը, ինչպես գիտեք, ծնված օրվանից հետևում եմ եւ շատ ծրագրեր են, պրոյեկտներ իրականացրել, միասին աշխատել ենք, միշտ թրջված եմ եղել եւ միշտ հավատացել եմ այս ծրագրին, քանի որ վստահ եմ եղել, որ սա մեծ հաջողությունների է հասնելու։ Դեռ սա ինձ թվում է առաջին փոքրիկ этаպներն են, մեծ ճանապարհ ունի անցնելու Ակնայը։ Ցուցադրության հիմնական ուղերձը հետևյալն էր. արվեստը սահմաններ չունի։ Տարածքում զգացվում էր ստեղծագործական էներգետիկա, որտեղ ներկաները ոչ միայն դիտում, այլ մտովի ներգրավում էին արվեստի փոխակերպվող տիեզերքում։ Հիշեցնենք, որ 1 ամիս շարունակ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ցուցադրված նմուշներին Երևանի FT&FT Digital Space-ում։ Ակնայ կտավներ հավաքածուի ստեղծմամբ Ակնայը բացում է ժամանակակից արվեստի նոր էջ, խթանելով համագործակցությունն արվեստագետների, տեխնոլոգիական միջավայրի եւ համայնքի միջև։